Մարմաշենի վանական համալիրը 10-րդ դարի կառույց է։ Դարեր շարունակ եղել է Շիրակ գավառի զարգացած հոգևոր մշակութային կենտրոններից մեկը։ Այսօր մարզի ամենաայցելվող տուրիստական հասցեներից է։ Հիմա ավելի շատ են գալիս, օրական մոտավորապես 200-300 հոգուց ավել մարդիկ գալիս են այստեղ։ Շինարարական ընկերության տնօրենը հաճախ է շինհրապարակի վերածված համալիրի տարածք գալիս։ Փաստում է, բարեկարգվող ճանապարհը հիմա ավելի բանուկ է, նորոգման աշխատանքներն ավարտելուց հետո զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ կդառնա։ Նախկինում ճանապարհը կարելի է ասել գրեթե անցանելի չի եղել, շատ բարդ է եղել հասնել մինչև եկեղեցու տարածք, նույնիսկ ավտոկայանատեղի չի եղել, սանհանգույցներ չեն եղել։ Հիմնանորոգվում է Բահրամաբերդից Մարմաշենի վանական համալիր տանող մոտ 2400 մետր ճանապարհը։ Արդեն ավարտել են ջրահեռացման ու մյուս ինժեներական աշխատանքները։ Կառուցում են կայանատեղիներ, պահակակետ, սանհանգույց, բարեկարգում համալիրի տարածքը։ Կառավարության եւ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ նախատեսում են ծախսել մոտ 664 միլիոն դրամ։ Պետք է լինի երկշերտ ասֆալտա բետոնյացածքով, բազալտից եզրաքարերով, մայթով եւ լուսավորությունով, որը նախկինում չի եղել ընդհանրապես։ Մարմաշեն եկող յուրաքանչյուր զբոսաշրջիկի առաջին կանգառը հայտնի Հեղնար աղբյուրն է։ Հիմա արդեն չցամաքող անմահական ջրով աղբյուրի տարածքն էլ կբարեկարգեն։ Վանական համալիր տանող արահետները կսալարկեն, քայլուղիներ ու գետի ափ տանող աստիճաններ կկառուցեն։ Ամեն ինչ կառուցվելուց հետո ոչ միայն մարզի ազգաբնակչությունը կօգտվի, այլ նաև վստահ եմ ամբողջ հանրապետության բնակչությունը, ինչպես նաև տուրիստները իր առանձնահատկությունը ունեցել է միշտ եւ ունի, երևի դրա համար էլ շեշտը այս հիմնանորոգման ճանապարհների եւ այլն դրվել է հենց այս տարածքի վրա։ Շինաշխատանքները կավարտեն նախատեսվածից ավելի շուտ, որ այցելուները հնարավորություն ունենան հիանալ միջնադարյան համալիրով ու հանգիստ շունչ առնել առանց անհարմարությունների։